Այնտեղ, ուր երկնքի եւ երկրի միաձուլումից կապույտ համբույր է ծնվում, քամին շրջում է հյութալի նարնջի, ծաղկած արմավենիների եւ նոր թխվող հայկական լավաշի բույրը գրկած։ Որտեղ էլ որ հայը լինի, որքան էլ բարեկեցիկ պայմաններում ապրի, մշտապես սրտի մի թաքուն անկյունում Հայաստանն է պահում ու երազում մի օր վերադառնալու մասին։ Եղած բազմաթիվ մրգերի մեջ միշտ հայկական ծիրանն է փնտրում, 1001 տեսակի հացերի մեջ հայկական լավաշը կարոտում։ Տիկին Ռիմայի ընտանիքը մի քանի տասնամյակ առաջ Աբխազիա եկավ Ջավախքից։ Ապրում են Սուխումի շրջանի Յաշտուխա գյուղում։ Ապրում են հայկական նիստ ու կացով, սովորույթներով։ Քանի որ Աբխազիայում լավաշ չկա, ուստի տիկին Ռիմայի նախագծով սովորական տակառը լավաշաթխման համար վառարան դարձավ։ Ես արհեստը նոր եկա այն ժամանակվանից 25 տարի լավաշ կեպինք, մեզի համար ուտելու պաստ ամեն անգամ գենինք։ Հետեղ եկսել հետս կարվինգը, մի ենը, չպետք չէ, մենք ուրիշ գործ ենինք, ձեզ հերիք է, մեծ երս չի դես, մեծ երս այդպես ծորված ենք, չեք զիմ, ես իմ արեստս իմ գործս չեմ վերասնի, եստեղ թոնուր ունեինք, թոնուրը քանդվավ, ջուր լծվավ, կրվին խանքարվավ ամեն ինչը, ու նորից սկսեցինք մեզ ուտելու համար, ես գործը առաջ տանել։ Ինչպես յուրաքանչյուր հայկական ընտանիքում, որտեղ լավաշ է թխվում, այս սուրբ արարողությանը տան մեծ տիկնոջը նաև հարսներն են օգնում։ Հա, ես հարսանիք եմ երել, լավաշ ուսին է գցել եմ, ամեն ինչը իրեն պատնոսներով, սինիներով, ամեն ինչը մեր հայկական օրենքով, դաժե Աբխազիա զարմանանք է, կսին ես իքախրքալակ օրենքը ավելի լավ է, քան մեր օրենք, ենոնք այսպես օրենք չունին ինչ-որ մենք ունենք, ամեն ինչը կաթա թխել է, տնական կաթա գենենք։ Լավաշաթխման արարողության կարևոր մասերից մեկը հենց տեղում նոր թխված լավաշի պանջրով եւ կանաչիով համտեսումն է։ Աբխազիան սա կսին լավ լավաշ է, մեր լավաշին ամեն տեղ է էպեցին, փորձեցին, բացին լավաշ, բայց մեր լավաշի համը ուրիշ է, լավ է, ժամանակալոր կուքան կսին հասնիքի բանի զակաստանք, ու չենք ընդունել շատ դժվար աշխա, հասներս աղջիկս ինձի փողոքինգ է, ինչ պետք է լավաշը մեզը հետը լավաշի բաներիշ։ Զարմանալի է, մի քանի օր է ինչ Աբխազիայում ենք, բայց արդեն հասցրել էինք հայկական անուշ լավաշը կարոտել։ Շնորհակալ ենք տիկին Ռիմա մեզ կարոտախտից փրկելու համար։ Որոշեցինք հայաբնակ այս գյուղն ավելի լավ ճանաչել, կանգ առանք այս տանկի մոտ, այստեղ էլ մեր հայրենակից Խաչիկին հանդիպեցինք։ Село Яштуха, это очень такое Յաշտուխա գյուղը հայկական 5 գյուղերից է։ Արևմտյան Հայաստանում Օսմանյան թուրքերի իրականացրած ցեղասպանության հետևանքով մեր պապերը ներգաղթեցին այստեղ։ Առաջին գյուղը, որ հիմնեցին, Մծարանն էր։ Այնուհետև Յաշտուխան, Փշապ եւ այսպես շարունակ։ Հայերն այստեղ բավականին լավ են ապրում։
Գիտեք, մենք աշխատող ազգ ենք, սիրում ենք միշտ մեր նպատակներին հասնել։ Մեր գյուղում զարգանում է եւ այգեգործությունը, եւ անասնապահությունը։ Դրա հետ միասին ունենք շատ մտավորականներ, քաղաքական գործիչներ եւ այլն։ Շատ լավ երիտասարդներ ունենք։ Միասնական ուժերով, իհարկե մեր եղբայր աբխազների հետ աշխատում ենք, ստեղծում ի բարօրություն մեր պետության։ Հայ-աբխազական մշակույթների մերձեցում թեև լինում է, բայց դա չի նշանակում, թե հայկական ավանդույթները մոռացվում են։ Ընդհակառակը, միգուցե այստեղ ավելի շատ, քան նույնիսկ Հայաստանում փորձում են ամեն ինչն էլ հայկականացնել։ Традиции, самое главное, армянские свадьбы. Այստեղ հայկական ավանդույթները շատ լավ ենք պահպանում։ Հարսանիքները հայկական օրենքների եւ սովորույթների համաձայն ենք անցկացնում։ Օրինակ հարսանիքի ժամանակ ընդունված է, երբ հարսի տուն են գնում, այնտեղ հարսի կոշիկը գողանում են, թաքցնում, հետո համապատասխան գումարի դիմաց վերադարձնում։ Մենք մեր ազգային ավանդույթները երբեք չենք մոռանում։ Չենք մոռանում նաեւ հայկական ճաշատեսակները։ Զարմանալի է հայերի ճակատագիրը։ Մենք մշտապես ստիպված ենք պայքարել այն հողի համար, որտեղ ապրում ենք։ Այստեղ շատ հայեր միավորվեցին աբխազների հետ իրենց հողը պաշտպանելու հաստատակամությամբ։ Очень героический танк. Один из Սա հերոսական տանկ է, որն առաջինը կարողացավ գյուղ մուտք գործել։ Բայց այնպես ստացվեց, որ այս տանկից տղաները չկարողացան հաղթանակը տեսնել, քանի որ այն ոչնչացվեց թշնամու կողմից։ Բայց այս տանկը վերանորոգվեց եւ տեղադրվեց այստեղ՝ ի հիշատակ ընկած հերոսների։ Ես կարծում եմ, յուրաքանչյուր մարդ պետք է իր տունը պաշտպանի։ Այս դեպքում մեր տունը Աբխազիան է։ Մենք Աբխազիայի քաղաքացիներ ենք, հետեւաբար պիտի պաշտպանենք մեր հայրենիքը։ Աբխազիայում այսօր մոտ 20 գյուղեր կան, որոնց կամ բոլոր բնակիչները կամ գերակշիռ մեծամասնությունը հայեր են։ Յաշտուխան դրանցից մեկն է։ Գյուղն այսօր 2000-ից ավելի բնակիչ ունի։ Գրեթե բոլորը հայեր են։ Գյուղում հատուկենտ ոչ հայ ազգի ընտանիքներ կգտնեք։ Բնակիչները հիմնականում այստեղ են եկել բոլորիս հայտնի արյունալի դեպքերից հետո Տրապիզոնից եւ Օրդուից։ Այս բնակավայրը սկզբում բուրջ էին անվանում, իսկ բնակիչներին բուրջեցիներ, այնուհետ վրացիներն այն Թավի Սուպլեպը անվանեցին։ Տարիներ անց գյուղը Յաշտուխա դարձավ։ Յաշտուխան մեծ գյուղ է։ Գյուղի մի ծայրից մյուսը գնալու համար բավականին ժամանակ է անհրաժեշտ։ Երկու թաղամասերի է բաժանված՝ վերին եւ ներքին Յաշտուխաների։ Այսօր Աբխազիայում 32 հայկական դպրոց կա։ Դրանցից երկուսը Յաշտուխայում է գտնվում։ Յուրաքանչյուր թաղամասում մեկական հայկական դպրոց կա։ Գյուղի պատմությունը մեզ ներկայացրած Խաչիկի մայրը Տիկին Ջուլետան հայոց լեզու եւ գրականություն է դասավանդում վերին Յաշտուխայի դպրոցում, իսկ իր սկեսուրն էլ ժամանակին ներքին Յաշտուխայի դպրոցում է իբրև ուսուցչուհի աշխատել։ Սկեսուրը Հայկանուշ Ավետյանը տարիներ առաջ մեծ ոգևորությամբ ներքին Յաշտուխայի դպրոցի պատմությունը պատառիկ առ պատառիկ հավաքեց ու ամբողջացրեց։ Իր պատմության մեջ նա առանձնահատուկ տեղ է հատկացրել դպրոցի առաջին ուսուցչուհուն Ազնիվ Ֆահրադյանին, ով 1935 թվականին գործուղվել էր այս գյուղ։ 1935-1936 թվականներին Յաշտուխացի մի քանի ծնողներ իրենց տունը տրամադրում են ուսումնական գործընթացը կազմակերպելու համար, եւ այդպես գյուղում առաջին դպրոցն է հիմնվում։ Իր ամուսնու Վահրամ Խաչիկովիչի հետ, որը եւս դպրոցի տնօրեն էր այդ ժամանակ, շատ հարգված անձնավորություն, միասին մի 2 տարի երևի իջնում էին քաղաք արխիվ, որ այժմ չկա, վառված է իմիջայլոց
արխիվը վարված է կռվի ժամանակ վարվեց եւ այդ արխիվի տեղեկությունները այժմ հավաքվել են այդ տետրի մեջ, որտեղից մենք ստանում ենք տեղեկություններ ու շատ հանգարժեք տեղեկություններ։ Տիկին Ջուլիետայի սկեսուրը միայն դպրոցի պատմությունը հավաքելով չի սահմանափակվել։ Արևմտյան Հայաստանից փախած ժողովուրդ այստեղ վերաբնակվել է 19-րդ դարի երկրորդ կեսին եւ գլխավորապես զբաղվել է ծխախոտի առևտրով, ծխախոտով իրենց հետ բերել են ծխախոտի Սամսուն եւ Տրաբիզոն սերմերը եւ զբաղվել են դրա առևտրով։ Դա շատ կարեւոր է եղել եւ ներքին շուկայի համար եւ արտաքին շուկայի, քանի որ հայ ժողովուրդը աշխատավոր ժողովուրդ է, այստեղ եւս կարողացել է գտնել իր բնորանը, աշխատանքը, սակայն այն մասերում, որտեղ հարթավայրեր էին, ճահճոտ տեղեր էին, կար հիվանդություն, որի պատճառով նրանք բարձրացել են ավելի բարձր սարի վրա, որտեղ բնակչության թիվը հասնում էր 300-ից ավելի։ Քանի որ Յաշտուխայում ցեղասպանությունը վերապրածների սերունդներ են ապրում, ուստի թուրքական վայրագությունների մասին պատմություններ բոլորը գիտեն։ Այո, լսել եմ, պատմում էին, որ 300 երեխաների լսրել են սանդալ կոչված նավը, սանդալ էր թե կոչվում, ծովում խորտակել են, հետո վերև էին նետում երեխաները սուրը տագը բռնում, այդպիսի ցնցող պատմություններ լսել եմ, բայց ոչ ավելի մանրամասը։ Մենք ավելին գիտենք հայոց պատմությունից, դասագրքերից։ Այստեղ հայերը ոչ միայն հայկական տարածված տոներն են նշում, այլև զուտ համշենականները։ Այդպիսի մի օր է մայիսի 6-ին նշվող Սուրբ Գևորգի տոնը կամ ինչպես ժողովուրդն է անվանում Խնդրելեզը։ Ես էլ կարծում եմ, որ Խնդրելես բառն է դա, խնդրելես, դարձել է Խնդրելեզ։ Որ Սուրբ Գևորգ այդ օրը ձիով թռչում է երկնքով, հանգարց ձիու պայդը կխփի գլխիդ ու կմեռնես։ Այդ իսկ վախից ոչ ոք չի աշխատում։ Հետո պատահել է, որ աշխատել են, պատահել է, որ մի բան եղել է նրանց հետ, ու ասել են տեսար, աշխատեցիր դրա համար, չէ՞ որ ասել է ինչ աշխատել։ Նույնիսկ աբխազներն են սկսել համշենական այս տոնը նշել եւ անգամ հարևան բնակավայրերից ուխտագնացության են այստեղ գալիս։ Այդ օր այնտեղ ասեղ գցելու տեղ չլին, անգամ չես գտնի մի դադար կանգուն, որ մոն վարես, սպասում ես հերթի։ Որոշեցինք Լեռնի վեր Խնդրելեզի ուխտատեղի գնալ։ Սրբավայրը գյուղի գերեզմանոցի տարածքում է գտնվում։ Քանի որ գյուղը հայաբնակ է, հետևաբար գերեզմանոցն էլ հայկական է։ Կան գերեզմանակարեր, որոնց վրա հանգուցյալի մահվան տարեթիվը 19-րդ դարավերջով է թվագրվում, ինչը նշանակում է, որ գյուղն իսկապես հին է, եւ 19-րդ դարի վերջերին այստեղ արդեն հայեր են բնակվել։ Լեռնի վարիչանք եւ շարունակեցին գյուղով մեր զբոսանքը։ Ինչպես հաճախ Հայաստանում գյուղեր այցելելիս ենք անում, այստեղ էլ որոշեցինք հայկական գյուղում պատահականությանը վստահել։ Պատահականությունը մեզ համշենահայերի մի ընտանիք առաջնորդեց։ Տիկին Սիրանուշն է, ում բոլորը գյուղում Էմա են անվանում։ Տանտիրուհին անկեղծորեն հուզվեց իմանալով, որ մենք Հայաստանից ենք եկել։ Միանգամից սրտում Հայաստանի կարոտը գրեթե ֆիզիկապես ցավեցնելու չափ գլուխ բարձրացրեց։ Հիշեց, որ երբ առաջին անգամ Հայաստան եկավ ու հայերեն տառերով գրվածքներ տեսավ, զարմացավ ու լաց եղավ։ Ուրեմն հայրենիք ունենք։ Իր պապերը Ջենիքից, իսկ ամուսնունը Տրապիզոնից են գաղթել։ Տիկին Սիրանուշը կյանքում չի մոռանա այն, ինչ պապիկն էր իրենց պատմում, այն թե ինչպես էին թուրքերը հայկական հողը հայաթափում։ Պապս պատմիր ամեն ինչը շտակով հայերեն պապուս առաջին գնիկը մի մանչ մի աղջիկ ուներ, այսպես քիտիկը, գիտեք քիտիկ ինչ բան է, փայտը, այսա քիտիկ կասենք, դրած են աչքին առաջը պապիս, ի երեխեքնին, ի կնոջը այսպես ճարտած կուսոկ սաստավի տղածին, որ նայես նրանց, ի պապս աչքերը քորացած են, քոր աչքերով կակլիբուտ եկած անցած է այստեղ, ինքը կարաբլ են, ինչը նստած, ընդեղից, ինչ կանել աղջիկ փախցրած հայկական, հայ աղջիկ փախցրած բերած այստեղ Աբխազիա, իր աղբոր աղջիկները, հարևանի աղջիկները, վարախոտով, հետևից գրագած են սպանուշի, բայց ոնցած եկած էր պապս։
Այս պատմությունն ընտանիքում սերնդեսերունդ է փոխանցվում։ Այն չպիտի մոռացվի ոչ մի դեպքում։ Նույնիսկ եթե Աբխազիայում նրանք երկրորդ հայրենիք գտան, միշտ պիտի հիշեն, որ իրենք դեռ գերեվարված հողեր ունեն, եւ ամեն անգամ, երբ տարբեր ատյաններից թուրքերի հետ բարեկամության կոչեր հնչեն, նրանք պիտի հիշեն իրենց մեծ պապիկի կյանքի պատմությունը։ Աբխազավրացական պատերազմի օրերին գյուղը շատ տուժեց։ Պատերազմից հետո հայը ստիպված եղավ իր քանդված տունը նորից կառուցել։ Աբխազներ եկան խլրեցան դες հայերը երբ գրվից հետո քարու քանդեղած երկրին այսպես բան ունին ագարոդ ունին կապրվին գեպին մենք ամեն ինչը մեզնից կուկային կուզեն մենք էլի կտանք Տունը կառուցվեց, այգին մշակվեց ու նորից բերք տվեց։ Հիմա արդեն ինչ որ կերակուր պատրաստելու համար խանութ կամ շուկա փնտրելու կարիք չկա։ Ամեն ինչ արդեն տնական է։ Զրույցից հետո Տիկին Սիրանուշը մեզ հրավիրեց Համշենահայերի ավանդական կերակուրներից մեկը համտեսելու։ Ապուրը թաթարլամա է կոչվում։ Ես մեր համշենական Աբխազիայի հայերուն հայերի կերակուրն է։ Ահա։ Ինչպես է պատրաստվում։ Ես լոբիայով եւ բանջարով մենք կասենք։ Սոխով սխտուրով ժաժարկան կանենք, լվացնենք, մեզ համար հարգի ու դելիք։ Համշենական սովորույթների կողքին հայաստանյան ավանդույթներն էլ են պահպանվում։ Համշենական յոկայի, թուրշիի, թաթարլամայի եւ այլ կերակուրների կողքին իր պատվավոր տեղն ունի հայկական ավանդական խորովածը։ Եվ ինչպես Հայաստանում, այնպես էլ այստեղ խորոված անելը դառնում է մի ամբողջ արարողություն, որի ժամանակ մսի հետ մենամարտի են դուրս գալիս բացառապես տղամարդիկ, եւ մսի համտեսը հենց տեղում մի բաժակ գինով անում։ Ասեմ, որ այստեղ Աբխազիայում շատ ընդունված է ոչ միայն խորովածը, այլև օրինակ դոլման, որի համար նույնիսկ Հայաստանից բարեկամների միջոցով խաղողի տերևներ են բերում։ Էլ չեմ խոսում հայկական խաշի մասին, որն ի դեպ հասցրել է սիրելի կերակուր դառնալ նաև աբխազների համար։ Եթե երբևէ լինեք Աբխազիայում, հանգստյան տարբեր գոտիներ այցելելուց բացի անպայման հայաբնակ գյուղեր գնացեք։ Այս գյուղում երբ զբոսնում էինք, մի պահ նույնիսկ մոռացել էինք, որ Հայաստանում չենք։ Միայն այն ժամանակ, երբ որևէ բնակչի հետ զրույցի էինք բռնվում, երբ ասում էինք, որ Հայաստանից ենք եկել ու նրանց կարոտած աչքերն էինք տեսնում, հասկանում էինք, որ իրականում Հայաստանից հեռու ենք, բայց հայկական մթնոլորտում։ Անպայման եկեք Աբխազիայի հայաբնակ գյուղեր, Համշենահայերի միջոցով հայի մի հրաշալի տեսակ էլ ճանաչեք։